Ռուսաստանը կասեցրել է հայկական ևս երկու ընկերություններից ձկնամթերքի ներկրումը, փաստացի դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումները։ Այդ երկու ընկերությունները շարունակում էին ձկնամթերք արտահանել ռուսական շուկա, մինչդեռ Ռուսաստանը հունիսի 2-ից արգելել էր մի քանի ընկերություններից հայկական ձկնամթերքի ներմուծումը։ Դրանց մատակարարումներն իրականացվում էին ուժեղացված լաբորատոր հսկողության պայմաններում, քանի որ ըստ Ռոսելխոզնադզորի արտադրանքում հայտնաբերվել էին վտանգավոր նյութեր ու պաթոգեններ։ Հետագայում ընդունված որոշմամբ սահմանափակումները տարածվեցին նաև այս երկու ընկերությունների վրա։ Հունիսի 2-ից կիրառված սահմանափակումների պաշտոնական պատճառն այն էր, որ ձկնամթերք արտահանող ընկերությունները հրաժարվել էին մասնակցել մայիսի 21-ից 27-ը ռուս մասնագետների կողմից իրականացվող տեսչական ստուգումներին։ Ստուգումներից հրաժարվելու համար այդ ձեռնարկությունների կարգավիճակը փոխվել էր, ստանալով ժամանակավորապես սահմանափակված։ Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքն իր շուկա, պատճառը ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերություններն են։ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից բուսական ծագման բոլոր ապրանքների, հնդավոր պտուղների, բանջարեղենի, չրեղենի, ձկնամթերքի, ծաղիկների, ջերմուքանքային ջրի, ինչպես նաև առանձին արտադրողների կոնյակի ու գինու ներմուծումն ու տարանցումը։